Աստված օրհնի իմ սրտում դրված այսօր խոսելու Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ առաջի համարից շատ կարևոր խոսքեր են քրիստոնյայի հավատացյալի համար Հիսուսը սովորացնում է իր ժողովրդին թե ինչպես դի վարվեն ինչպես դի առաջնորդվեն այս երկրի վրա որպեսզի սխալ ճանապարհներով չգնան սխալ իրավիճակների մեջ չհայտնվեն եւ Աստծո խոսքը սխալ չհասկանան եւ սխալ չսովորեցնեն Աստված օրհնի։ Կուզեմ կարդանք համարներով ու նայենք։ Մի դատեք, որ չդատվեք, որովհետեւ ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ։ Աստված օրհնի։ Ամեն մեկիս կյանքի մեջ լինում է նման իրավիճակներ կամ եղել է կամ միգուցե դեռ պիտի լինի, որ փորձում ենք մարդկանց դատել, կարծես իրանց արարքների համար, իրանց գործերի համար, բայց Աստծո խոսքը սովորացնում է, որ մենք դատավորը չենք, դատավորը ինքն է։ Մենք նայում ենք շատ ժամանակ մարդկային աչքերով ու մեր մարդկային իմաստությունով փորձում ենք դատել ինչ-որ միգուցե մենք ուրիշ տեսանկյունից ենք նայում, բայց Աստծո խոսքը մեզ ասում է, որ դատավորները դուք չեք, որովհետև այն անողները նույնպես մերպես միս ու մարմին ունեցող մարդիկ են, ոնց որ մենք, եւ միգուցե մի օր էլ մենք սխալ անենք, եւ ինչքանով հաճելի կլինի մեզ դատապարտություն լսենք մեր մասին, չէ՞, եթե լսենք, մեզ հաճելի չի լինի։ Նույնն էլ դիմացինին, դրա համար Աստված մեզ սովորացնում է, որ մենք չդատենք ոչ մեկի, որովհետև ասում են, ինչ որ դատես, դրանով դատապարտվելու ես։ Այսինքն մի բան տեսնեմ ես իմ քրոջ եղբոր կյանքում փորձեմ դրանով դատեմ նրան, միգուցե Աստված թույլ տա իմ կյանքի մեջ այդ նույն բանը ինձ հասկացնելու, ինձ սովորացնելու համար, որ չի կարելի։ Բայց քանի դեռ այս բան եթե չկա մեր կյանքերի մեջ, լավ է որ զգուշավոր լինենք այս հարցում եւ չդատենք։ Հաջորդը որ ասում է երկրորդ համարի մեջ երկրորդ մասի մեջ ինչ չափով որ չափեք նրանով կչափվի նաև ձեզ ինչ չափով ենք մենք չափում մարդկանց դեք շատ ժամանակ մեր մարդկային չափելաձևը հետ չի համապատասխանում Աստծո չափման ձևի հետ որովհետև Աստված նայում է մարդու սրտին բայց մենք շատ ժամանակ նայում ենք մարդու գործերին նրա արածներին բայց Աստված այլ կերպ է նայում այո միգուցե մենք նայենք դա մեր համար անհասկանալի է սխալ է ինչ բայց մենք չգիտենք այդ մարդու սիրտը նրա շարժառիթը որն է միգուցե այդ մարդը այդ պահին արեց հաջորդ պահին գնաց ինքը տիրոջ հետ իր հարցը լուծեց մեր մարդկային մտածելակերպի մեջ մնում է դա դրա համար լավ է որ մենք չչափենք մենք նայենք որպես մարդ է սխալական արեց Աստված ողորմություն անի եթե հասկանում ենք գիտակցում ենք օգնենք եղբորը կամ մեր քրոջը կամ ով որ կլինի օգնենք որպեսզի այդ իրավիճակից դուրս գա ինքը եւ չմնա դրա մեջ ամեն մենք շատ ժամանակ չափում ենք մարդկանց եւ նրանց ցածր ենք տեսնում մեզանից սա մյուս այս խնդրի մյուս կողմն է որ մենք օրինակ նայում ենք մեկին այլ ասում ենք տեսես ինչ վիճակի մեջ է ես այդ վիճակի մեջ չեմ ես ավելի բարձր եմ ավելի էս ավելի են բայց մենք շատ ժամանակ չենք մտածում եթե այդ չափով լիներ եթե Աստված այս տողերը գրած չլիներ եւ ինքն էլ մեզ դներ իր հետ համեմատության մեջ մենք որտեղ կլինեինք կամ միգուցե մեզանից մեկը մի ավելի զորավորի մոտ մենք ինչ ձև կլինեինք ինչ ձև կերևայինք դրա համար Աստված չի ուզում որ մենք մարդուն չափենք մեր տեսանելի աչքերով նման բաներ չի ուզում որ մեր մեջ լինի եւ դրա համար միտեղ պատմում էր Հիսուսը առակով Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ շատ հետաքրքիր տեղ է 9-ից 14 համարներում այսպես ասում ես վստահ եմ որ շատերը լսել եք 9 համարից այսպես ասում Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ 9 համարից ոմանց էլ որ իրանցում վստահ էին թե արդար են եւ ուրիշներին ոչինչ չէին համարում
այս առակը ասեց. երկու մարդ վեր ելան տաճարը աղոթք անելու։ Մեկը փարիսեցի եւ մյուսը մաքսավոր։ Սրանք տարբեր իրավիճակներ են։ Փարիսեցիները իրանք օրենքը սովորած, ամեն ինչ Աստծո մասին կարծես գիտեին, ամեն բան գիտեին, մաքսավորը այնտեղ նստում սրանից փողեր էր հավաքում։ Մաքսավոր Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում։ Երկուսը բարձրացել են աղոթք անելու։ Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը, հափշտակող, անիրավ, շնացող կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ իմ բոլոր ստացվածքներից 10-րդ եմ տալիս։ Եվ մաքսավորը հերու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինքը բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Հետաքրքիր իրավիճակ, երկու մարդ, մեկը որ ինքը իրապես մեղավոր մարդ էր, մաքսավորները մենք գիտենք Աստվածաշնչից, չէ՞, իրանք մեղավոր մարդիկ էին, փողեր էին հավաքում, բաներ էին անում, մարդկանց վրա նեղություններ էին դնում, իսկ այս մեկը կարծես Աստծո մարդ էր, որ ինքը ամեն ինչ գիտեր Աստծո մասին, ծոմ էր պահում, աղոթք էր անում, 10-րդ էր տալի, պատվիրանները պահում էր, Աստծո խոսքի համաձայն մարդ էր։ Բայց ինչ ասում Աստված, որն է հավանում Աստված ստեղ։ Ինչ էր կատարում, ինքը ասում է, ես 10 այս կողինից նման չեմ, այս մեղավորի նման չեմ ես արդար եմ, ես քո համար էս եմ անում, այն եմ անում, այն եմ անում։ Շատ ժամանակ մենք էլ ենք կարծես մեզ դրա մեջ բռնում, որ կանգնում ենք, մենք էս ենք անում, այն ենք անում, այս ծառայությունն եմ, այն ծառայությունն եմ, այն ծառայությունն եմ, այն մեկը ծառայություն չունի։ Բայց միգուցե այն մեկն էլ ասում է Տերների ինձ, ոնց որ այս մաքսավորն է ասում։ Եվ մաքսավորը հերու կանգնած իր աչքերն էլ անգամ ամանչում էր իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, բարձր ձայնով կուրծքը ծեծում էր եւ ասում էր. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Եվ Հիսուսի խոսքերը սա է 14 համարի մեջ, ասում եմ ձեզ, թե սա արդարացած իջավիրտուն է, քան թե նա, որովհետև ամեն ինքը իրեն բարձրացնողը կխոնարհվի եւ ինքը իրեն խոնարհեցնողը կբարձրանա։ Սիրելի Աստծո զավակներ, սա է Աստծո տեսանկյունը։ Մենք մարդկորեն մի բան ենք նայում, ես ավելի հոգևոր եմ, ես ավելի հոգով լցված եմ, ես ավելի ծառայություններ ունեմ, այս են, բայց այն մեկը մաքուր սիրտ ունի Տիրոջ առաջ։ Եվ Աստված հավանում է մաքուր սիրտը, ոչ թե մեր գործերը, այլ մաքուր սիրտը։ Ասում է, որ մենք մաքուր սրտով գանք իր առաջ։ Այո, զղջում լինի մեր կյանքի մեջ, ոչ թե մեր գործերով արդարացում, այլ մեր մեղքերի համար զղջում լինի։ Ամեն։ Աստված օրհնի։ Շարունակության մեջ գանք նորից Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ։ Շարունակության մեջ ասում է, եւ ինչու քո եղբոր աշկի միջի շուղը տեսնում ես եւ քո աշկի միջի գերանը չես նշмарում։ Թող շուղը աշկիցը թանեմ եւ ահա քո աշկի մեջ գերան կա։ Հələ գերանի չափերը պատկերացնում ենք, ժողովուրդ, մոտարապես վաղ աղբեր ինչ չափի է գերանի դրամաչափը։ Լավ, խոսքի ամենափոքրը այսքան կլինի, չէ՞ երևի։ Սա փոքր են զաբորների համար որ դնում են։ Եթե դա պահենք մեր աշկերի կենտրոնում, ինքը մեր երկու աշկի կփագի, չէ՞։ Բայց մի հատ շուղ ինքը բարակ բան է։ Հետաքրքիր է որ այո, շատ ժամանակ մենք մեր վիճակը չտեսնելով, բայց շատ հանգիստ կարողանում ենք տեսնել մեր դիմացինի վիճակը։ Եվ մենք կույր լինելով փորձում ենք մեր դիմացինին ուղղել, բայց Աստված ասում է որ դու առաջինը քեզ նայի, քո վիճակը նայի, քո աշկի միջի գերան հանի, որ կարողանաս քո օգնես քո եղբորը նրա աշկի միջի շուղ անես։ Կույր աշկերով մենք չենք կարող հանենք ոչ մեկի աշկի միջի։ Եթե մեր աշկերը փակված է, մեր աշկերը չի տեսնում ոչ մի բան, մենք ունենք կուրություն, մենք չենք կարող ինչ-որ մեկի օգնենք իր աշկի միջից շուղ հանենք։ Չէ՞, հակառակը կարող մի բան էլ վնասենք։ Բայց երբ որ մենք իրապես երբ որ մոտիկանում ես դու ես հարցին
այլ անկյունից դու ոչ թե գալիս ես դատապարտությամբ, այլ գալիս ես քո մաքուր սրտով, ցանկանալով օգնել, սիրով հանել այդ շուղը, որպեսզի ոչ թե հետո երեսով ասես, այդտես դու ես վիճակի մեջ էիր, ես քեզ հանեցի, ոչ, այլ որ միասին Աստծուն պաշտե։ Քիչ առաջ որ եթանք կհասկանանք ինչի համար է ասում։ Ամեն։ Աստված օրհնի։ Շարունակության մեջ ասում է կեղծավոր, հենց նույն խոսքեր ասում է, կեղծավոր առաջ քո աշկի գերանը հանիր եւ հետո մտիկ կտաս քո եղբոր աշկի շուղը հանելուն։ Առաջինը, ինչպես ասացի, մենք ուղենք ինքներս մեզ, լավ, որ մենք ասում ենք, այ ես մեկը ես ինչ վիճակի մեջ է, մենք ինչ վիճակի մեջ ենք, ես ինչ վիճակի մեջ եմ, երբ որ ես տեսնում դիմացինի վիճակը, ես դա նրա համար է, որ առաջինը ես իմ վիճակը նայեմ, ես ինչ վիճակի մեջ եմ, ամեն, Աստված օրհնի։ Հաջորդ բանը, որ Հիսուսը սովորացրեց, շատ հետաքրքիր ու կարևոր բան է, շատ անգամ հարցնում են, ինչ շատ անգամ տարբեր մեկնաբանություններ եմ լսում այս մասին, կուզեմ այս մասին նույնպես խոսանք։ Սուրբանը շներին մի տակ, ոչ էլ ձեր մարգարիտները կցեցեք խոսերի առաջին, որ նրանք կող չտան իրենց ոտքերովը եւ հետո դառնան եւ ձեզ պատառեն։ Այս մասին կուզեմ խոսամ։ Սուրբ բանը ի՞նչն է։ Ամեն։ Սուրբ բանը Աստծո խոսքն է։ Ասում սուրբ բանը խոզերի մի գցեք։ Շատ ժամանակ մենք տեղեր կա Աստծո խոսքը խոսում ենք ու Աստծո խոսքը անհարգվում է։ Երբ որ դու ինչ-որ մի տեղ ես, Աստծո խոսք ես խոսում եւ տեսնում ես, որ այդ տեղում Աստծո խոսքը ծաղրվում է, անհարգվում է, լավա դադարեցնես, որովհետեւ այդ մարդիկ չեն հասկանալու։ Միևնույնն է, ինչքան ուզում ես խոսա, ինչքան ուզում ես Աստծո խոսքից ամենալուրջ տեղերից խոսա, իրանք չեն հասկանալու։ Եվ Աստծո խոսքը արհամարվելու է, Աստծո խոսքը ոտնակոխա լինելու եւ հետո դա ազդելու է քո վրա, ինչպես ասես, հետո իրանք սկսելու են քեզ պատառել, չէ՞, խոզերը։ Առաջինը ոտնակոխ են անելու, անհարգելու են խոսքը եւ հետո սկսելու են քեզ պատառել։ Առակաց 9-րդ գլխի մեջ այսպես ասում, բացենք կարդանք, եթե կուզեք ես բացեմ կարդամ, դուք նշեք ձեր մոտ, կկարդաք ձեր տներում կամ եթե կարող եք բացել, իմ հետ բացեք կարդանք։ Առակաց 9-րդ գլուխ 7-8 համարները։ Ծաղր այսպես պահենք։ Ծաղր անողին խրատողը իր վրա անհարգանք է առնում եւ ամբարիշտին հանդիմանողը իր արատը։ Ծաղր անողին մի հանդիմանիր, որ քեզ չատե, հանդիմանիր իմաստունին եւ նա քեզ կսիրե։ Հետաքրքիր խոսքեր է, չէ՞ ասում։ Այն մարդը, որ ծաղր անող է, դու ինչքան ուզում ես իրան խրատի։ Ինքը չի սովորել, ինչքան ուզում ես իրան հանդիմանի։ Ինքը քեզ կատի, քեզ չի սիրի, քո խոսքը չի լսի։ Բայց իմաստուն մարդուն, եթե դու հանդիմանես, ինքը քեզ կսիրի, որովհետև ինքը իմաստուն է, կառնի խոսքը, կբժշկի ու կհասկանա, որ դա կատարվեց իր լավի համար, որ ինքը բժշկվի։ Իսկ անմիտ մարդը սա չի հասկանում։ Ամեն։ Առակաց 23-9-ի մեջ այսպես է ասում. Հիմարի ականջներին բան մի ասիր, որովհետև նա կանարգե քո խոսքերի իմաստությունը։ Հիմարի ականջին բան մի ասիր, որովհետև նա կանարգե քո խոսքերի իմաստությունը։ Եթե մարդը ինքը չի հասկանում Աստծո խոսքը, ինքը ծաղրում է, ինքը ոտնահարում է Աստծո խոսքը, պետք չէ այդ մարդու հետ շարունակել, որովհետև ինքը չի հասկանում։ Եվ ինչպես որ մենք Մատթեոս ավետարանի մեջ կարդացինք, մարգարիտները շահ են տալիս խոզերի ոտքերի տակ, եւ դա ոտնակոխալում։ Իրականում Աստծո ամեն մի խոսքը մարգարիտ է։
Երբ որ այդ խոսքը իմաստուն մարդը լսում է, հասկացող կարիքավոր մարդը լսում է այդ խոսքը, ինքը բժշկություն է ստանում, ինքը ապաշխարում է, դարձի է գալիս։ Բայց երբ որ սա մի ամբարիշտ է լսում, ինքը սկսում է ծաղր անել այս խոսքը, որովհետև չի հասկանում խոսքի արժեքը, ոչ էլ այն գործի արժեքը, որ իր համար արվեց խաչի վրա։ Աստված օրհնի սիրելի Աստծո զավակներ, սա է այն խոսքը, որ ոչ թե մենք աշխարհի մեջ չենք կարող Աստծո խոսք տարածենք, դրա մասին չի խոսքը, քավլիցի մենք աշխարհի մեջ, որտեղ որ լինենք, Աստծո խոսքը պիտի տարածենք։ Բայց երբ որ մենք զգում ենք, որ անհարգում է Աստծո խոսքը, պիտի դադարեցնենք, չշարունակենք։ Շատ ժամանակ տեսել եմ իմ կյանքի ընթացքում, որ շարունակել է խմած հարբած մարդկանց մեջ խոսել եւ անհարգվել ամբողջությամբ Աստծո խոսքը, անհարգվել ու վերջում վերջացել է շատ տհաճ խոսակցություններով։ Դրա համար մենք դի իմաստություն ունենանք, ժամանակին դադարեցնենք եւ նաեւ այո, ինչու՞ չէ, կան մարդիկ տվյալ վայրում, որ իրանց համար հետաքրքիր է խոսքը, բայց քանի որ կողքից անհարգողները շատ են, իրանք էլ են վնասում, իրանք էլ չեն կարող լսել։ Այստեղ մեզ պետք է իմաստություն ունենանք, որ մարդկանց կարողանանք զանազանենք, ով հետաքրքրություն ունի այս ամբողջի մեջից լսելու այդ խոսքը, իր հետ առանձնանալու խոսալ խոսքը։ Այդպես դեպքեր են եղել, որ խոսացել ենք, զգացել եմ ես, որ չեն լսում, անհարգում է, դադարեցել եմ։ Զգացել եմ, որ մեկը կա այնտեղ, որ ինքը հետաքրքրված է խոսքով, առանձին իր հետ խոսել եմ, փառք Աստծուն, ընդունել է խոսքը։ Բայց եթե մնայի ամբողջի մոտ խոսեի այդ մասին, վստահ եմ, որ ինքն էլ կանարգեր խոսքը միանալով նրանց։ Աստված օրհնի, որ այստեղ զգուշ լինենք, ուշադիր լինենք, որ Աստծո խոսքը այդ մարգարիտները թանկարժեք չգցենք խոզերի ոտքերի մոտ, որպեսզի կողք չտան։ 7:7 այսպես ասում. խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրող առնում է եւ որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։ Հալելույա։ Սրանք կատարյալ ճշմարտություն են, սիրելի Աստծո զավակներ։ Նա որ փնտրում է, գտնում է։ Նա որ դուռը թակում է, նրան կբացվի դուռը։ Ինչ դրան մասին է խոսքը, ինչի մասին է ասում ստեղ Հիսուսը։ Ինչ որոնել։ Ոչ թե մեր մարմնի ցանկությունների համար ասում, որ մեր այս աշխարհի մեջ ապրելու բարվոք կյանքի ճոխ կյանքի համար, չգիտեմ, եւ այն այսօր մեր քմահաճույքների համար էս եմ ուզում Տեր, այն եմ ուզում, չգիտեմ, մի հատ դղյակ եմ ուզում, մի հատ սամայլոտ եմ ուզում, էս եմ ուզում, ոչ թե սրա մասին է ասում, խնդրեք եւ կտրվի ձեզ, այլ իր կամքի համեմատ։ Այն ինչ որ քեզ պետք է երկնային արքայության մեջ հասնելու համար, խնդրի Տերը կտա քեզ, որովհետև դա է իրականում մեզ պետք, սիրելի Աստծո զավակ, այն որ մենք հասնենք երկնային արքայություն, մենք մտնենք երկնային արքայություն, ումն է պետք, քիչ առաջ ճանապարհին խոսում ենք, ինչ արժեք ունի, որ ամբողջ աշխարհը շահենք, բայց մեր անձը կորցնենք։ Ումն է պետք, որ այս աշխարհի վրա ամեն ճոխություններով ապրենք, ինքնաթիռ, անձնական, չգիտեմ, դղյակներ էսեն, բայց երկնային արքայություն չունենանք։ Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցություն չունենանք։ Խոսում է հաղորդակցության մասին, որ խնդրեք կտրվի, եթե մենք խնդրենք, ինքը մեզ կհայտնվի։ Եթե դուռը թակենք, հայտնության գրքում ասում է, ես կանգնած եմ, ձեր սրտի դրան առաջ թակում եմ դուռը, եթե բացեք կմտնեմ, ձեր հետ ընթրիք կանեմ։ Այս հաղորդակցությունն է ուզում Հիսուսը մեր մեջ ունենա։ Միտեղ էլ ասում է առաջ երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, մնացած ամեն բան կտրվի ձեզ։ Հիսուսը շեշտը դնում է երկնայինի վրա, ոչ թե երկրայինի վրա, որովհետեւ սա ժամանակավոր բան է, այստեղ ինչ էլ շահենք, թողելու ենք մի օր։ Այստեղ ինչ էլ ունենանք, ժամանակավոր է, դա մի օր թողել ենք այստեղ, այդ չգիտենք, մեզանից հետո ով կգա, ինչ կանի, ոնց կանի, 2 սերունդ հետո ամեն բան կորում է։ Աստված օրհնի, որ սկզբից խնդրենք երկնային արքայությունը եւ նրա արդարությունը ամեն, կամ ով է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզե, միթե քար կտա նրան, եւ եթե ձուկ ուզե, միթե օձ կտա նրան։
Մեր մասին է, ժողովուրդ։ Եթե մեզանից մեր երեխեքը հաց են ուզում, չէ, սոված գալիս են հաց են ուզում, մենք հաց ենք տալիս, քար ենք տալիս, թե քար ենք տալիս։ Ամեն։ Ամեն, Աստված օրհնի, մենք մեր երեխեքին հաց ենք տալի, այո, կերակրում ենք։ Երբ որ ձուկ են ուզում, մենք օծ չենք տալիս օրինակ խայթի։ Մենք տալիս ենք ձուկ իրանց ուտելու, չէ՞։ Մենք մարդիկս, խոսքը մեր մարդկանց մասին է, որ մենք չար ենք, չէ՞, մարդու բնությունը չար է։ Այտենց է թե տես չի։ Եթե մեկը կա որ կասկածում է, ես կարամ հենց հիմա ապացուցեմ։ Հա, մարդու բնությունը չար է ինքը։ Լավ, որպեսզի բոլոր կասկածները փառատվի, արեք բացենք Ծննդոց գիրք։ Ծննդոց 6-րդ գլուխ, 5-րդ համարը։ Եվ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Ամեն օր։ Մարդը այսպիսի բնություն ունի։ Ադամից ու Եվայից ժառանգված։ Մարդու բոլոր սրտի խորհուրդները չար էին եւ ժամանակ առ ժամ միջև մեր օրեր ինչքան մարդիկ գիտեք, սիրելի Աստծո զավակներ, բացեք լուրերը նայեք, ինչքան սպանություններ են լինում, հերը որդուն ասպանում, որդին հորն ասպանում, ენი քրոջն ասպանում, ენი եղբորն ասպանում, ինչքան այդպես դեպքեր են լինում ամեն օր։ Չար են թե չար չեն։ Իհարկե։ Ասում եմ դուք որ շարունակություն լավ է ես կարդամ, քանց թե իմ խոսքերով ասեմ։ Արդ եթե դուք չար լինելով գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան ավելի ձեր հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից։ Եթե մենք չար լինելով, չար բնություն ունենալով, բայց միևնույն ժամանակ մեր երեխեքին բարիքներ անել գիտենք, բա ինչքան ավելի մեր հայրը երկնավոր, որ միջև անգամ իր որդուն տվեց չխնայեց մեր համար, որ մենք մեղքի մեջ ենք, մենք մեղավոր մարդ ենք, ամենավերջի մեղավոր մարդն ենք, բայց ինք իր որդուն տվեց, որ մեզ գնի, մեղքից հանի։ Ինչպես չի տա ինքը մնացած բաները, եթե խնդրենք իր կամքի համեմատ, եթե իրապես իրան ճանաչենք, որովհետև եթե մենք իրականում Տիրոջը ճանաչենք, մենք Տիրոջը իր կամքի համեմատ բաներ խնդրենք Տիրոջից, ոչ թե մարդկային բաներ։ Շատերը խնդրում էին, օրինակ միտեղ կար Աստվածաշնչում, որ Հիսուսին էին ման գալիս եւ ասես դուք ինձ ման եք գալիս, որովհետեւ ձեզ կերակրեցի, դուք ուտելիքի համար եք ման գալիս ինձ։ Բայց 5000 մարդ կար։ 5000 մարդ կերակրեց։ Բայց իրանցից շատերը գնացին, իրանցից շատերը կանգնած ասում են խաչեք։ Ամեն, Աստված օրհնի, Տիրոջից խնդրենք իր կամքի համեմատ, ամեն։ 12 համարը այսպես ասում, ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը եւ մարգարեությունը։ Հալելույա։ Ինչ ենք ուզում, որ մենք անեն, որ մեզ համար անեն մարդիկ, չէ՞, մենք ուզում ենք որ մարդիկ մեր հանդեպ լավ լինեն, մարդիկ մեր հանդեպ բարի լինեն, մեր հանդեպ ողորմած լինեն, ներողամիտ լինեն եւ նմանատիպ շատ բաներ, սիրեն, հարգեն, չէ՞։ Հետաքրքիր բան է։ Առաջ մենք պետք է անենք։ Առաջինը մենք պետք է անենք։ Առանց սպասելու։ Իսպանացիները մի հատ սովորություն ունեն, որ մի օր բանը կոֆե են հյուրասիրում, հաջորդ օրը թեկուզ իրաց ճանապարհը այդ կողմը չհասնի, բայց տիգան որ այդ կոֆեն հաջորդ օրը են մեկի իրանց հետ տա։ Այսինքն իրանք սպասում են, չէ՞, այսօր ես տվեցի ոչինչ, վաղը իրանք կբռնեմ կտա, ոնց է չլինի։ Հա, otro día, ոնց է չլինի, մեր ձեռից չես բրծնի։ Աստված օրհնի։ Ասես չպետք լինենք մենք, չպետք սպասենք, որ մեր համար անեն, նոր մենք անենք իրանց համար։ Մենք որ գիտակցում ենք այս ամեն ինչը,
առաջ մենք տանք անմնացորդ։ Անմնացորդ սիրով անենք, կապ չունի ոնց մեզի կվերաբերվեն։ Այո, շատերը կարող է շատ վատ վերաբերվեն։ Բայց դրանից մեր սերը մարդկության հանդեպ չպիտի փոխվի։ Հենց սա է, որ մենք մեր վրա աշխատանք տանենք, որ Աստծո խոսքը ասում է, չէ, վերջի ժամանակներում շատերի սերը կսարճի։ Բայց եթե մենք մեր վրա աշխատանք տանենք, չնայելով այդ սպասումներին, թե մի քիչ առաջ կարդացինք, որ մարդու բնությունը չար է, չէ, կարա եւ նաեւ չար ձևով պատասխանի, բայց դրանից մեր սերը չպիտի սարճի, մեր համբերությունը չպիտի վերջանա։ Մենք դի գործենք Տիրոջ անունով, Տիրոջ փառքի համար, որովհետեւ մենք էլ չար ենք, մեր մտածելակերպը, մեր գործելաձևն էլ չար, բայց ինքը գիտակցելով այդ ամեն ինչը, մեզ ճանաչելով նախապես ինքը իր կյանքը տվեց մեր համար Հիսուս Քրիստոս, ամեն։ Աստված օրհնի։ 13 համարը ասում է նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստ է տանում, եւ շատերն են նրանով գնացողները։ Մենք գիտենք, որ կա երկու դուռ, նեղ դուռ եւ լեն դուռ։ Եվ ասում է նեղ դռնովը գնացողները քիչ են, նեղված կա այդ ճանապարհը։ Բայց գիտեք, ինչ կարևոր բան կա այդ ճանապարհի մեջ։ Այն ճանապարհը, որ այն դուռը, որ նեղված կա, այդ դռնով մտնողները, եթե մեկը դրան արանքին հնգնի, նրա վրայից ոչ մեկ չի անցնի։ Նրանք կբարձրացնեն եւ բոլորը միասին կանցնեն։ Բայց լայն ճանապարհով գնացողները միգուցե տեսնեն կողքընկած, շրջանցեն, որովհետեւ ճանապարհը լայն է, անցնեն գնան։ Բայց սրանց չեն Տիրոջ զավակները։ Տիրոջ զավակները պիտի լինեն միաբան, նեղ դռնով, քայլելով, միասին։ Մենք գիտենք, որ աշխարհի վրա շատ դժվար ժամանակներ ա գալու, նեղություններ ա գալու, չգիտեմ, մենք ինչքանով ստեղ կլինենք, ինչքանով կտեսնենք, ինչ կլինի, ոնց կլինի, բայց մի բան գիտեմ, որ պետքա պատրաստ լինենք նեղությունների մեջ, ոչ թե անտեսենք իրար, այլ միասին անցնենք։ Ամեն, որովհետև մենք գնալու ենք տուն, մեր երկնային տունը, որ Տերը պատրաստել է մեր համար։ Եվ ցանկալի կլինի, որ բոլորով, Տիրոջ սրբերով միասին գնանք այդ տունը։ Չթողենք մեր քույր եղբայրներին ճանապարհին ընկած, վրայով չանցնենք, ամեն։ Նեղ դռնով, նեղ ճանապարհով դժվար անցանելի կլինի։ Նեղ ճանապարհով չես կարա դու իշոր մեկի վրայով անցնես։ Դի բարձրացնես իրան, որ նոր քայլեք, անցնեք ճանապարհը։ Բայց լայնով հանգիստ շրջանցում են մարդիկ։ Գիտեք, այս խոսքերը գրված չի աշխարհիկ մարդկանց համար։ Այս խոսքերը գրված է հոգևոր մարդկանց համար։ Եկեղեցու ժողովրդի համար։ Եկեղեցու մեջ շատերը այսօր փնտրում են լայն դուռը։ Շատերը չեն ուզում նեղություններ կրել, դժվարություններ կրել։ Շատերը չեն ուզում ձեռք մեկնել, ձեռք բարձրացնել իրաց եղբորը քրոջ ընկած։ Փնտրում են լայն դուռը, բայց Հիսուս մեզ սովորացնում է, որ նեղ ճանապարհով գնանք։ Շարունակության մեջ ասում է 14 համարի մեջ. քանի նեղ է դուռը եւ նեղված է ճանապարհը, որ տանում է կյանքը, եւ քիչ են նրան գտնողները։ Քչերն են գնում այդ ճանապարհով, որպեսզի գտնեն այդ դուռը։ Նեղ ճանապարհը ոչ մեկին հաճելի չի։ Այսօր մենք էլ մեքենա քշողներս գիտենք, որ գնում ենք ու ուզում ենք, որ մեր ճանապարհը լեն լինի, հանգարց կողքերից, չգիտեմ, բորձյուր չլինի, մեքենա չլինի կանգնած, չէ, որ հանգիստ գազը տանք, հա, անցնենք։ Մոտավորապես այս վիճակը։ Աստված օրհնի, որ ոչ իշոր մի քիչ նեղություն կլինի մեր համար, բայց մենք գիտենք ուր ենք հասնում, բայց մենք գիտենք ուր ենք գնում, ում մոտ ենք գնում։ Ամեն։ Աստված օրհնի։ 15 համար զգուշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեր մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից է նրանց ճանաչեք, միթե փշերիցը խաղ են քաղում կամ տատասկիցը թուզ։ Խոսում է Հիսուսը գալիք բաների մասին, որ պիտի գա եկեղեցու մեջ։ Այո, շատերը գալիս են, եկել են ու դեռ գալու են,
գարան մորթիով բայց ներսևանց հապշտակող գայլեր են։ Նրանք որ չեն խնայում հոտին, նրանք որ չեն խնայում ոչ մի բան։ Նրանք գալիս են կործանելու, վնասելու։ Չէ, շատ ենք տեսել հեռուստացույցով, օրինակ Հայաստանում շատ է լինում նման դեպքեր, երբ որ գայլը մտնում է հոտի մեջ, ինքը մի հատը չի վերցնում գնում։ Բոլորին սատկացնում է։ Բոլորին վերացնում է։ Սա է նրա բնությունը։ Սատանան չի գալիս, որ մեկին վնասի։ Սատանան գալիս է ուզում է բոլորին վնասի։ Եկեղեցու մեջ։ Դրա համար սիրելի Աստծո զավակներ, շատ զգուշ լինենք։ Զգուշ լինենք ինչ ենք լսում։ Զգուշ լինենք ինչ ենք ընդունում կամ ումն ենք ընդունում։ Մեր կողքի մարդիկ պատահական չեն մեր կյանքում։ Երբ որ հայտնվում են։ Դի հասկանանք, մի քիչ առաջ էլի խոսում ենք մեքենայի մեջ, Աստված օրհնի, մեքենայի մեջ քարոզի մի քանի մասեր խոսացինք։ Աստված օրհնի։ Պատահական չի, որ հայտնվում են մարդիկ մեր կողքում։ Մարդիկ հայտնվում են մեր կողքում կամ մեզ կործանելու համար, սատանայից ուղարկված, կամ էլ մեզ օգնելու բարձրացնելու համար Աստծո կողմից ուղարկված։ Բայց մենք դի հասկանանք հենց այս խոսքը, ոնց որ ասում է, իրանց պտուղներից, ովքեր են այդ մարդիկ, ինչ պտուղներ ունեն նրանք, որ հայտնվել են մեր կողքը։ Արդյոք բարի պտուղ ունեն։ Եթե իրանք չար պտուղ ունեն, եթե իրանց գործերը չար է, իրանք չեն կարող մեզ բարի խորհուրդ տալ։ Ոնց որ խոսքը ասում է, փշերից խաղող չենք կարող քաղենք։ Ոչ էլ տատասկից թուս կարանք քաղենք, չէ՞։ Մենք խաղողի ծառի վրա փուշ չկա, չէ՞։ Ոչ էլ թզի ծառի վրա։ Ու սրանով մենք դի հասկանանք մեր կողքի մարդկանց ովքեր են։ Այո, շատ մարդիկ գալիս են հայտնվում են մեր կողքը եւ կարծես կամաց փորձում են մեզ իրականությունից հեռացնել։ Դրա համար սիրելի Աստծո զավակներ, զգուշավոր եղեք, ինչ եք նայում եւ այսօր ինտերնետները բաց է, ինտերնետների միջոցով ինչու՞ չէ, նաեւ փորձում են ազդեցություն ունենալ մեր վրա։ Դրա համար շատ ուշադիր լինենք, թե ինչ ենք նայում, քննենք Աստծո խոսքը։ Ամեն բանից առաջ ես համարյա ամեն անգամ ձեզ խնդրում ու հորդորում եմ բոլորիս, խնդրում ու հորդորում եմ, որ Աստվածաշունչ կարդանք։ Աստվածաշունչը կարդանք, որպեսզի հասկանանք, թե մեզ ինչ են տալիս։ Ամեն։ Աստված օրհնի։ Մի պահ ուզեմ ստեղ կանգ առնեմ, մի բան հարցեմ։ Աստվածաշնչի հետ կապ ունեք, կարդում եք։ Աստված օրհնի։ Երեք մի քույրիկ մի հետաքրքիր բան պատմեց, շատ դուրս եկավ, ասի լավ։ Կակրաս ես սիրում եմ միշտ խոսամ այդ մասին, խոսամ։ Մի ընտանիք մի հովվի հույր է կանչում իր տունը նոր տարուն, ասում է արի նոր տարին միասին անցկացնենք, գնում են նոր տարին անցկացնելու, բերում այդ տան քույրիկը բերում է սեղանա դնում արծաթի պատարակախներով, գդալներով, դանակներով, ափսեները թանկարժեք ափսեներով, հետո վերջում, որ արդեն վերջացնում են, գնում են, նկատում են, որ հովիվի դիմաց դրված դանակը չկա արծաթից։ Ու դրանց մեջ տալիս առնում են ինչ, ոնց կարա այդպես լիներ, հենց այդ դանակը չկա այս կողմ այն կողմ, ասում ահագին ժամանակ ուզում է այս քույրիկը հարցնի, բայց ամանչում է, երեսը չի բռնում, մարդը չի թողում, այս կողմ այն կողմ, ասում մոտարապես մի տարի, արդեն դե հաջորդ նոր տարին լինի, ասում չէ ինչ ուզում է լինի, ես դի հարցնեմ հովվին։ Մոտիկ անում ասում հովիվ, ասում դու որ անցած տարի նոր տարուն մեր տունն էիր, դանակը դու ես վերցրե, ասում այո։ Ասում այդ դանակը ձեր Աստվածաշնչի մեջ դրած է։ Մի տարի մարդիկ Աստվածաշունչ չեն բացել։ Այ եթե բացած կարդացած լինեին, կգտնեին իրաց դանակը։ Ասեցի, հրաշալի բան է։ Ինձի որ հույր կանչեն կարելի է այդ փորձարկել։ Աստված օրհնի։ Տեր օրհնի, հետ էլ կա, քույր ջան։ Լավ ձեր լավը դրեք։ Արծաթի դանակները դրեք սեղանին։ Տեր օրհնի, այո, շատ կարևոր է Աստվածաշունչ կարդալ, Աստծո խոսքի հետ հաղորդ լինել ամեն օր։ Ամեն։
Շարունակենք։ Շարունակության մեջ ասում է այնպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Իհարկե։ Պարզ ասում է Աստծո խոսքը։ Բարի ծառը բարի պտուղ է բերում, չար ծառը չար պտուղ է բերում։ Իրա պտուղներից ծառի հասկանալի է, չէ՞, մենք որ մոտիկ անում ենք ծառի տեսնում ենք տգեղ պտուղ ավրեն, ասում ենք սա առողջ ծառ չի։ Դրա համար սա պտուղ է տվել, բայց այն ծառը, որ ինքը մշակված է, լավ պահված կա, ժամանակին իր սրսկումները, ամեն ինչ է ստացել, ինքը առողջ պտուղ է տալի, չէ՞։ Նույնն էլ մենք, երբ որ ժամանակին մենք սնուցումը ստանում ենք Աստվածաշնչից, լսում ենք Աստծո խոսքով, հաղորդ ենք լինում Տիրոջ խոսքի հետ, մենք լավ պտուղ կտանք։ Ամեն, մեզանից վատ պտուղ չի կարա դուրս գա։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մեջ գցվում։ Անցած անգամ խոսում ենք, հիշում եք էլի։ Այս մասին։ Այո, ամեն պտուղ, որ բարի ինքը պտուղ չի բերում, ինքը կտրվում է, գցվում է կրակի մեջ։ Եվ շարունակության ուրեմն իրենց պտուղներիցը ճանաչեք նրանց։ Ամեն։ Շարունակության մեջ 21 համարի մեջ շատ հետաքրքիր բան է ասում։ Ոչ թե ամենից Տեր ասողները կմտնեն երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց թե երբեք ձեզ չեմ ճանաչել ինձանից դենը գնացեք ով անօրենություններ գործողներ սա ամենացավալի պահը կլինի հոգևոր մարդու կյանքի մեջ երբ որ Տիրոջից լսես գործերը, այս խոսքերը։ Երկու ճանապարհ կա։ Կամ մեզ տանում է հենց Տիրոջ մոտ, նրա հետ ներսի սրահը, որտեղ խնջույքն է, կամ մեզ բերում է դեպի այս փաստը, որ մենք կլսենք ինձանից հեռու գնացեք, անօրենություններ գործողներ։ Որ ճանապարհով ես դու այսօր քայլում։ Կան ճանապարհներ, որ մենք ենք գծում մեր կյանքի համար։ Եվ այդ ճանապարհները մեզ բերելու են դեպի այս խոսքերի մոտ։ Մեր ականջները լսելու են այս խոսքերը։ Բայց այն ճանապարհը, որ Աստված է գծում մեր կյանքի համար, եւ մենք հնազանդվում ենք նրան ու քայլում ենք այդ ճանապարհով։ Մենք Հիսուսի կողքից կլսենք, ոնց է Հիսուսը դրսիներին ասում այդ խոսքերը։ Որ ճանապարհով ենք մենք քայլում։ Աստված օրհնի։ Ես խտացած ասում եմ, դուք կարաք գնաք տուն, այս ամեն ինչը նորից վերլուծեք, նայեք Աստծո խոսքով, Աստվածաշնչով, հասկանաք։ Որ ճանապարհով եք դուք քայլում, ինչա քեզանից ուզում Տերը։ Ինչա մեզանից սպասում Տերը։ Ամեն։ Ու շարունակության մեջ շատ հետաքրքիր համեմատություն արեց Հիսուսը։ Այս ամենը վերջացնելով իմ շատ սիրած խոսքերից մեկն է, որ ինքը ասեց։ Ուզում եմ կարդամ այդ խոսքերը, դու նայենք։ Արտամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին եւ նա չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Հալելույա։ Քո հավատքիդ վեմը հիմքը ով է։ Եթե Հիսուս Քրիստոսն է, քեզ ոչ մի բան այս աշխարհի մեջ չի կարա հեռացնի իրանից։ Ինչ էլ բարձրանա քո շուրջը, եթե դու Հիսուս Քրիստոս վեմի վրա ես, այդ ժայռի վրա ես, քեզ չի կարա կտրի նրանից։
Քիչ առաջ ասացի, որ մեր ուշադիր լինենք, թե ովքեր են մեր կողքը հայտնվում։ Շատ ժամանակ մարդիկ բարձրանում են մեր կողքը եւ դրանք այն քամիներն են, որ մեզ փորձում են կտրել, շուռ տալ, այն հեղեղներն են, որ մեզ փորձում են կործանել։ Բայց եթե քո հիմքը Հիսուս Քրիստոսն է, դու Հիսուս Քրիստոս վեմի վրա ես, դու չես կարող կործանվես։ Ամեն, որովհետև քո հիմքը Հիսուս Քրիստոսն է, դու նրանից ամուր բռնված ես։ Ամեն։ Հաջորդ մասը որ ասում է, եւ ամեն ով որ հիմա այս խոսքը լսում է եւ նրան չէ կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևները եկան, գետերն էլ վարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեց, եւ նրա կործանումը մեծ էր։ Ավազի վրա շինված տուն, ծով ստեղ շատերը գնացել եք, բոլորը դերևի գնացել եք, որ ավազի վրա մի բան սարքում ես, չէ, օրինակ փորում ես ավազը, հետո ջուր է դուրս գալիս տակից, ու այդ ջուրը լցվում է, սկսում է քանդել քո փորածը նորից, որովհետև հիմք չկա տեղ, բոլորը ավազ է, կամ մի բան սարքում ես, ջուրը գալիս է խփում է, իրան սրբում նորից հետ է տանում, հա, կամ մի բան գրում ես, այո, գալիս է այն ամենահզոր տունն էլ, որ այնտեղ սարքես հողից, այդ ավազի վրա, թեկուս քարից, ինքը տակից հիմքը գնալու է եւ այդ տունը քանդվելու է։ Դրա համար Հիսուսը այնպես համեմատություն արեց, որ մենք մեր տունը շինենք ժայռի վրա։ Մեր հավատքը լինի հիմնված Հիսուս Քրիստոս վեմի վրա։ Հաղորդակից լինենք Հիսուս Քրիստոսի հետ, օրինակ վերևի համարում, որ մենք նայում ենք, թե ովքեր են այդ մարդիկ, որ պիտի գային ու Հիսուսը իր ասի ասել ես ձեզ չեմ ճանաչում, դա սարսափեցնում է ինձ։ Գիտեք, այս մարդիկ նաև այս օրի մեջ մեր կողքը կան։ Ասում եմ ոչ թե ամենից Տեր ասողները շատերը կասեն ինձ այն օրը Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք։ Կան մարդիկ, որ գալիս են Հիսուս Քրիստոսի անունով մարգարեանում են, իրանք մտածում են, որ իրանք Հիսուս Քրիստոսի անունով մարգարեացան, բայց շատ ժամանակ այդ մարգարեությունները չի կատարվում եւ սուտ է, բայց իրանք պնդում են, որ իրանք Հիսուս Քրիստոսի անունով են մարգարեացել։ Չգիտեմ, թե ձեր շրջապատում, ձեր կյանքում հանդիպել եք նման իրավիճակների, բայց կան մարդիկ, որ մարգարեանում են, իսկ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, եթե մարգարեանում են եւ դա չի կատարվում, դա սուտ է եւ Աստծուց չի։ Եվ քո անունովը դևեր հանեցինք։ Այսօր համացանցը նայում ես, այնքան դև քշողներ կան, նայում ես ժողովա կոնկրետացած են դև քշելու։ Հելում լարում են, ես աբսուրդի հասնող բաներ։ Անցած օրը ուղարկեցի մի հատ Սիրանին, դա սարսափելի բան, որ մտնում ես եկեղեցին ոչ թե ինքը զբաղված է Աստծո խոսք տարածելով, այլ զբաղված է դևեր հանելով, ընդ որում իրանց ժողովրդի, իրանց ոչ թե դրսի մարդկանց, այլ իրանց ժողովրդի մեջից։ Ամեն դեպքում թող Տերը ողորմություն անի։ Այս մարդիկ հանդիպելու են այս խոսքերին, որ Տերը ասելու է նրանց, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Տիրոջ անունով շատ զորություններ գործեցին։ Այս մարդկանց, որ կանգնելու են ասեն, Տերն ասելու է, ես ձեզ չեմ ճանաչում։ Հեռու գնացեք ինձանից անօրենություններ գործողներ, որովհետև այս մարդիկ երբեք հաղորդ չեն եղել Տիրոջ հետ։ Երբեք իրանց հավատքը Հիսուս Քրիստոս վեմը չի եղել։ Իրանք արել են մարդկորեն։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ իրանք արել են, բայց Հիսուս Քրիստոսին չեն ճանաչել։ Եթե ճանաչեին Հիսուս Քրիստոսին, կհասկանային նրա կամքը։ Նրա կամքը կկատարեին։ Ամեն։ Դրա համար մենք միշտ ասում ենք, որ կարդանք Աստվածաշունչը, Աստվածաշնչի հետ հաղորդ լինենք,
աղոթենք, աղոթքի կյանք ունենանք, Տիրոջ հետ հաղորդակից լինենք, որպեսզի հասկանանք իր կամքը։ Ինքը հայտնում ամեն մեկին։ Տերը ինքը իր կամքը կարա հայտնի քեզ։ Ու ուզում է հայտնի քեզ։ Ամեն մեկիս հետ ուզում է խոսա, ամեն մեկիս հետ ուզում է ոնց որ դուք ունեք երեխաներ, ամեն մեկս ունենք երեխաներ եւ ուզում ենք մեր երեխաների հետ շփվենք, չէ՞։ Ամեն օր, որ մի օր չենք շփվում, կարոտում ենք, չէ՞։ Տերը նույնպես ուզում է ամեն մեկիս հետ շփվի։ Չէ՞ որ մենք որպես իր զավակներ ենք գնված։ Ինքը ուզում է ամեն մեկիս հետ շփվի։ Թույլ տանք Տիրոջը, մոտիկանանք նրան, ունենանք մեր շփումը նրա հետ, մեր հանդիպումը նրա հետ ամեն օր։ Ամեն, որպեսզի չհանդիպենք այս խոսքերին, որպեսզի չմտածենք, որ մենք գալիս ենք եկեղեցի գնում ենք հավատքի մեջ ենք։ Եթե մենք գալիս ենք եկեղեցի գնում ենք, բայց հաղորդակից չենք խոսքի հետ, կլսենք այս խոսքերը։ Իսկ եթե հաղորդակից ենք խոսքի հետ, հաղորդակից ենք Հիսուս Քրիստոսի հետ, մենք իր հետ ներսի սենյակում կլինենք, երբ որ ինքը այդ խոսքերը դրսիներին կասի։ Աստված օրհնի սիրելի Աստծո զավակներ, սա է նորից իմ խնդրանքը, իմ հորդորը, որ կարդաք Աստվածաշունչ, հաղորդ լինենք Տիրոջ խոսքի հետ։ Ամեն, որ երբ որ գայլերը գան ինչ-որ մի բան կառաջարկեն, դու լսես ու հասկանաս, որ սա Տիրոջ հոգուց չի, սա Տերը չի, շատ էլ որ խոսում է Աստվածաշնչի խոսքեր, շատ են, եւ Հիսուս Քրիստոս ինքը ասում էր, վերջի ժամանակներում շատերը կգան, կփորձեն մոլորեցնել։ Ամեն, եթե մենք չունենանք այդ կապ, այդ հաղորդակցությունը Տիրոջ խոսքի հետ, մենք կլինենք այդ մոլորվողներից։ Բայց եթե մենք ունենք այդ կապը, հաղորդակցությունը Տիրոջ հետ, մենք կզանազանենք, կնշանակի, որ մենք նրա ձայնը լսում ենք։ Ամեն, լինենք Տիրոջ ձայնը լսողներ, Աստված օրհնի, կանգնենք ոտքի։